մեր բոլոր տնտեսական վերլուծությունները ինչ են ցույց տալիս։ Ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում կներեք այդ կոպիտ ձևակերպման համար տնտեսությունում փող կա։ Հետևաբար արդեն աշխատուժի անհատի փոքր եւ միջին բիզնեսի կարողություններից է նաեւ մեծապես կախված, թե այդ փողի շրջանառությունից ինչ հատված են մարդիկ կարողանում վերցնել։ Այստեղ է աշխատանքի արդյունավետությունը, բիզնեսի կազմակերպման արդյունավետությունը, կրթությունը, շարունակական անձի կարողությունների շարունակական զարգացումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Բնականաբար նաեւ մեր քաղաքականությունները, բայց մեր քաղաքականությունները ցույց են տալիս, որ դրանք զարգացմանը նպաստող քաղաքականություն են, հակառակ դեպքում է զարգացումը որտեղից, տնտեսական աճը որտեղից։ Ընդ որում ամեն անգամ, երբ որ Հայաստանում տնտեսական աճը տեղի ունենում, էլի փորձ է արվում կապել ինչ որ արտաքին գործոնների հետ։ Այդ արտաքին գործոնները գալիս գնում են, տնտեսական աճը մնում է, նշանակում է այնուամենայնիվ ինչ որ բան, ինչ որ ֆունդամենտալ գործոն կա, որ այդ տնտեսական աճի կայունությունը պահում է։ Էդ էլ է պետք է ասել, մենք երջանիկ չենք մեր տնտեսական աճի կառուցվածքով, որովհետև մենք տեսնում ենք, որ հիմնականում մեր տնտեսական աճի կառուցվածքի մեջ սպառումը շատ էական շարունակումը շատ մեծ եւ էական դեր ունենալ եւ մենք, բայց կներեք, սա էլ է էլի քաղաքականությունների հարց։ Իհարկե, այս դեպքում մեր տնտեսության կառուցվածքում էլ հիմա առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, մասնավորապես հիմա մենք տեսնում ենք գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակում է հաղթահարումը։ Արդեն 2 օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին եւ ես միջազգային հարթակում Թբիլիսիում տեղի ունեցած Մետաքսի ճանապարհ համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ եւ ողջունել եմ այդ որոշումը, նույնը ուզում եմ անել նաեւ այստեղ, որովհետեւ դա շատ կարեւոր որոշում է եւ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Ես ձեզ մի նման բան ասեմ, հարգելի գործընկերներ, որովհետեւ տեսեք, երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուրըն քննարկվում է, չէ՞, թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վերկենում, ասում, վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ուր ենք գնում, մենք շարժվում ենք, թե չենք շարժվում։ Ես երեք ազգային ժողովում էլ ասացի։ Մարդիկ կան խոսում են, ասում են Հայաստանը կործանվում է, էս ալնում, են ալնում։ Այդ մարդիկ ուղղակի չգիտեն Հայաստանը, մարդիկ կան եւ իրոք իմ ասածի մեջ քաղաքական քննադատություն չի այնքան, ինչքան իրադրությունը հասկանալու փորձ, որովհետեւ Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որը ինքը ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ, այսինքն իր հարաբերության ձևը, իր գործունեության ձևը, իր գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա։ Հետևաբար գործունեության դաշտ գոնե մի քիչ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է։ Բայց ոնց որ էտել արդեն չի ստացվում եւ երեկվա ընդդիմության դատարկ տեղերով խորհրդարանական դահլիճը դրա մասին է վկայում։
որ արդեն էտել չի լինում հիմնավորել։ Բայց ամեն դեպքում ես չեմ ուզում, որ մենք նաև ինքնամոռացության մեջ ընկնենք, մենք երբեք ոչ մի մարտահրավեր չենք կարող չնկատել։ Էդ եմ ասում, այդ ռեժիմից էլա պետք դուրս գալ, որ կառավարությունը մի ինստիտուտ է կամ իշխանությունը, որը ամեն օր պետք է ապացուցի, որ ամեն ինչ փայլուն է, անդիմությունն էլ հակառակը ապացուցի։ Ոչ, մենք պետք է մեր խնդիրների մասին խոսանք, նախ որ հանրությունն իմանա, որ մենք գիտենք այդ խնդիրների մասին, որովհետև երբեմն կարա տպավորություն ստացվի, որ մենք խնդիրների մասին տեղյակ չենք, էլի կաբինետներում փակված, այտենց ոչ մի բանից տեղյակ չենք։ Ես ձեզ վստահ ասում եմ, որև մեկը Հայաստանի խնդիրների մասին չգիտի այնքան, ինչքան մենք։ Բացառված բան է, որ այդպիսի իրավիճակ լինի։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։